Լույսը բարի է, օրը բարի է, թանկագիններս, լավ օր ձեզ, շարունակում ենք մեր ամենօրյա խոսքը, խնդրանք որ տարածեք, թող բոլորը լսեն, օրհնվեն, կարդում եմ Գործք առաքելոց 20-րդ գլուխ 32 խոսքից։ Եվ հիմա ձեզ Աստծուն եմ հանձնում եղբայրներ եւ նրա շնորհքի խոսքին, որ նա կարող է շինել եւ ամեն սրբվածների հետ ձեզ ժառանգություն տալ։ Ես ձեզանից մեկի արծաթին կամ ոսկուն կամ հանդերձին չցանկացա։ Սա Պողոս առաքյալն է գրում, գիտեք Պողոս առաքյալը շրջում էր, եկեղեցիներ էր հաստատում, Տիրոջն էր ծառայում եւ մարդկանց սովորացնում էր ինչպես Տիրոջը ծառայել։ Եվ այստեղ նա խոսում է իր նպատակն ու մոտիվը, որ իր նպատակը չէր, որ ուրիշի արծաթին եւ ոսկուն հանդերձին ցանկանալը, այլ իրանց ծառայելն էր։ Եվ նա գիտեր ինչպես անի եւ ոնց անի։ Եվ այստեղ նա ասում է, որ ես ձեզ Աստծուն եմ հանձնում էր ճիշտ տեղում, ճիշտ վայրում, եղբայրներին Տիրոջ խոսքին էր հանձնում։ Ինչու, որովհետև Աստված կարող է շինել, Աստված կարող է աճեցնել, կարող է կառուցել։ Դրա համար սենես մենք էլ շատ դեպքերում փորձում ենք մարդկանց պահել։ Եկեք հանձնենք Աստծուն ապահով ձեռքերի մեջ։ Տերը օրհնի ձեզ, մնա Տիրոջ ծածկոցի տակ, Տիրոջ ապահով ձեռքերում եղիր։ Միշտ սա է ճշմարտությունը։ Եկեք ճշմարտությունը պահենք։ Ամեն ու ամեն։